Սիրելի հայրենակիցներ, Facebook-յան իմ ընկերներ, բարև ձեզ։ Ուրեմն այժմ ես գտնվում եմ Էրեբունու վարչական շրջանի ոստիկանության բաժանմունքում։ Հեսա այսպես նայեք, Էրեբունու բաժանմունք եմ եկել, ուրեմն ասեմ ինչի համար եմ եկել Էրեբունու բաժանմունք։ Ուրեմն մենք դատաբժշկական եզրակացության հետ կապված ուրեմն համաձայն չէի ես եզրակացության ուրեմն բանի հետ ինչ են ասում արդեն ուղեղս կախեց սրանց ձեռը այնքան գնաց եկա տվյալների հետ մասնավորապես այն մասով որ վաղեմության ժամկետը սպիի հետ կապված եւ նաեւ առաջացման մեխանիզմների հետ կապված ուրեմն ոչ մի բան չէր ասել դատաբժիշկը ես դատաբժշկական ուրեմն գիտագործական կենտրոնի տնօրենին հետեւյալ բովանդակությամբ ուրեմն բան էի գրել դիմում էի գրել ընթերցեմ դիմումը ավելի շուտ դիմում էի գրել որպեսզի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել ինձ հիմա դիմումի պատասխան են տվել հարգելի պարոն Գալստյան ի պատասխան ձեր 09/07/2026 թվականի դիմումի հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոն ՕԱԿ-ում դատաբժշկական փորձաքննությունները իրականացվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա։ Միաժամանակ հայտնում եմ, որ ձեր կողմից ներկայացված փաստական հանգամանքների հիման վրա բացառապես վարույթ իրականացնող մարմինը կարող է նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոն ՊՕԱԿ-ը չի կարող համապատասխան որոշման բացակայության պայմաններում անցկացնել հետազոտություններ, ինչպես նաև վերանայել նախկինում տրամադրված փորձագիտական եզրակացություն։ Այսինքն հիմա կրկնակի լրացուցիչ ուրեմն դատաբժշկական ուրեմն փորձաքննություն նշանակելու մասին ես ուզում եմ միջնորդություն ներկայացնեմ արդեն ուղիղ 30 օր է սիրելի ժողովուրդ այս շենքում ուրեմն գտնվող քննչական կոմիտեն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչ Նարեն Նազարյանը չարամտորեն դիտավորյալ միտումնավոր իր կամարտահայտությանը sense ոնց ասեմ sense նագլի ձևով ինձ 30 օր չի ընդունում ես անընդհատ հեռախոսի համարը տվել մի անգամ ընդամենը պատասխանել հեռախոսի համարին ու ընդեղից այնքոմ 30 օր հեռախոսի համարին չի պատասխանում զանգում եմ անջատում ինքը իմ հետ չի կապնվում գալիս եմ ստեղ որ պետքա միջնորդություն գրեմ ուղակի մի հատ միջնորդություն գրեմ որ այդ միջնորդությունը գնա նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվի ուրեմն այդ միջնորդությունը չի ընդունում չարամտորեն չի ընդունում գալիս եմ ստեղ ինձ ոստիկանությունը չի թողում ես վերև բարձրանամ ասում եմ զանգեք ասեք Գալստյան Արմանն է եկել ուրեմն Տիկին Նազարյանին քննիչին ասեք եկել է դիմում գրի քաղաքացին եկել եմ որ դիմում գրեմ ինքը չի ընդունում մարդիկ գիտեն ես իրանց հայրական տունն է երևի սա ձեր հայրական տունը չի սա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեն է որը ծառայում է բացառապես Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հասկացաք ամենայն հարգանքով հարգելի քննչական կոմիտեի Հայաստանի Հանրապետության նախագահ Արթուր Շահենի Պողոսյան խնդրում եմ ձեզ հետամուտ լինել ուրեմն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչ Նարեն Նազարյանի եւ առհասարակ քննչական կոմիտեի ղեկավար ուրեմն նաեւ ղեկավարին եմ դիմում որ եւս հետամուտ լինի պարոն Մախմուդյանին Ռոման Մախմուդյանին իր քննիչների մասով ձեր քննիչների մասով ոնց ուզում իրանց պահում են ոնց ուզում խոսում են քաղաքացու հետ ինչ ուզում ասում են ժամանակ ասեք լավ այսօր զբաղված ենք ասեք թողეთ հա մենք իրան կզանգենք վաղը զբաղված ենք նորից մյուս օրն ես գալի նորից զբաղված ենք ու սենց ամեն օր քեզ փափուկ բարձ են դնում ու ասում են զբաղված ենք հասկանում եք քո ժամանակը մսխում են ուրեմն իմանալով հանդերձ որ իմ խնդիրը այն տիրույթում է գտնվում որ իմ ընտանիքի իմ 7 անչափահաս երեխաների հետ է կապված իմ ընտանիքի քայքայման քանդման հետ է կապված որ սենց շատ նուրբ հոգեհուզական վիճակների մեջ ենք մենք բոլորս իրանք դուք նայեք դիտավորյալ ասենք ինչ են անում միտումնավոր մի հատ միջնորդություն չեն ուզում ընդունեն
ժամանակ են ձգում։ Հիմա էսի ում հետա նախնական պայմանավորության եկած էս գործողությունների շարքը խեն սենց ապահովում, խեն սենց պահված դրսևորում։ Ինչն է պատճառը, իրանց սենց պահվածքի, պրինցիպ են իմ հետ ընկել, սիմպաթիաները չի բռնում, մարդկա իրանց զանգել է, ասել է սենց կասեք, որ գալիս է ցրեք թոյթա, ճամփու դրեք, ում ցուցումին են իրանք ենթարկվում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ ձեզ, ուրեմն այս ամեն ինչով անհապաղ զբաղվեք։ Ձեր քննիչների ուրեմն պահվածքով, նրանց ուրեմն այս նագլի պահվածքով։ Էս ինչ բան է, ես չեմ հասկանում։ Հիմա մենք ի վերջո պետք է Հայաստանի Հանրապետությունում օրենքներով ապրենք, թե պետք է ասենց ապօրինություններ լինի։ Մարդիկ իրենց պաշտոնական դիրքը պետք է չարաշահեն։ Կոնկրետ հենց հիմա Նարեն Նազարյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչ Նարեն Նազարյանը պաշտոնական դիրքը չարաշահում է։ Օգտվելով պաշտոնական դիրքից իր լիազորություններից, ուրեմն չարաշահում է եւ անձնական ամբիցիաներին, էմոցիաներին տրվելով, իր նյարդերին տրվելով, չգիտեմ ինչին տրվելով, ուրեմն կոնկրետ ինձ չի ընդունում, քաղաքացուց չի ընդունում։ Քաղաքացին եկել է ուզում է դիմում ուրեմն միջնորդություն ներկայացնի։ Ինչու՞ չեք քաղաքացուն ընդունում միջնորդությունը մարդը երկու նախադասություն գրի, ստորագրի, ուղարկեք։ Ինչն է պատճառը։ Ինչն է ձեր պրինցիպի պատճառը։ Իմ հետ եք պրինցիպ ընկել, չեմ հասկանում։ Իմ ընտանիքը նստած քանդում եք, Էրեբունու քննչական կոմիտեն իմ տունս քայքայում ու քանդում, հա։ Էս ինչ հանցավոր սխեմա է, էս ինչ է, ես չեմ հասկանում։ Մի հատ բարձեք, պատկան մարմինն է, ձեզ եմ դիմում, պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում։ Նիկոլ Վովայ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, խնդրում եմ ձեզ, դիմում եմ ձեզ, այս պահին կոնկրետ այս ամեն ինչի վերաբերել ես հիմա զեկուցում եմ, ինչա տեղի ունենում։ Ձեզ տեղյակ եմ պահում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին տեղյակ եմ պահում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը տեղյակ եմ պահում, գլխավոր դատախազի Աննա Վարդապետյանի գլխավորությամբ։ Էրեբունու դատախազին տեղյակ եմ պահում։ Էդմոն ազգանունը չեմ հիշում։ Հսկող դատախազին Մուրադյան Գոհարին, ձեր քննիչն է, տեղյակ եմ պահում։ Նրա պահվածքի վերաբերյալ 30 օր շարունակ, հունիսի 16-ից այսօր արդեն հուլիսի 16-ն է, 30 օր շարունակ չարամտորեն բառից բուն իմաստով չի ընդունում այս մարդը ինձ։ Տիկին Նարեն Նազարյանը քննիչը չի ընդունում, միջնորդությունս չի ընդունում։ Ես այդ նույն միջնորդությունը կարամ գնամ պոստայով, ուրեմն արագացված այնտեղ 500 դրամա մուծում ես, արագացված բերեն դնեն իր սեղանին։ Խնդիրը դրանում չի, բայց ես ստեղ էլ պրինցիպի հարց է, ի՞նչն է պատճառը, որ դու այս միջնորդությունը չես ընդունում։ Այսօր զբաղված եմ, վաղը զբաղված եմ, մյուս օրը չեմ կարող, ու ինքն էլ չի խոսում, չի պատասխանում։ Այսպես փախ են անում։ Ի՞նչն է այս ժամանակ ձգելու, սենց անելու պատճառը։ Խնդրում եմ պարզեք եւ կարգի հրավիրեք։ Ուրեմն նման քննիչներին, եթե սա չի իրենց աշխատանքի վայրը, ուրեմն ազատեք աշխատանքից անհապաղ։ Պարոն Պողոսյան, ազատեք անհապաղ աշխատանքից նման ուրեմն քննիչներին։ Նրանք վարկաբեկում են ամբողջ քննչական կոմիտեի եւ քննիչների ուրեմն հեղինակությունը։ Խաղում են մնացած քննիչների հեղինակության հետ։ Ոչ ոք Հայաստանի Հանրապետության օրենքներից դուրս չի կարող որևէ մի գործողություն անել։ Եվ մենք ի վերջո պետք է ապրենք արդար երկրում, որտեղ արդարություն կա։ Ոչ թե ով ինչ ուզի, ոնց ուզի, ում խելքին ինչ բրդի, փչի իր տրամադրությամբ ուրեմն գործողություններ անի։ Այ քեզի բան։ Շնորհակալություն այսքանը, ես փորձեմ հասկանամ այս միջնորդությունը ես ոնց եմ ներկայացնում, նորից ներկայացնեմ, երևի պոստայով ներկայացնեմ, որտեղ ինձ չեն ընդունում։ Մնացածը ես կսպասեմ ձեր արձագանքին։ Պարոն Պողոսյան եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Սպասում եմ ուրեմն ձեր գործողություններին, ազատել աշխատանքից անհապաղ կամ ծառայողական քննության եւ կարգապահական ուրեմն դուժերի ենթարկել նման ուրեմն համակարգում աշխատող ծառայող քննիչների, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահում են, իրենց լիազորությունները իրենց տրված չարաշահում են։ Չի կարելի մարդու հետ չի կարելի sense վարվել։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ոչ ես ոստիկանության շենքն է ուրեմն իրանց հայրական տունը, ոչ էլ քննչական կոմիտեն։ Ես բոլորի նկատմամբ ամենայն հարգանքով լծված բոլոր ուսադիր կրողների, դա կլինի դատախազ, դա կլինի դատավոր, դա կլինի ոստիկան, դա կլինի քննչական կոմիտե, բայց ես ուզում եմ, որ մենք ապրենք արդար երկրում, որտեղ իմ միջոցով ձեր բոլորիդ համար իմ հետ այս ամեն ինչը տեղի ունեցել, յուրաքանչյուրիդ հետ կարա տեղի ունենա։ Ու ես ասում եմ, ես պայքարելու եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը ուրեմն աշխատեն ըստ հավուր պաշաճի։
Դրել եք սաղ օրը Փաշինյան Նիկոլ եք քլնգում։ Հիմա ես այս միջոցով կփորձեմ ուրեմն այս ամեն ինչը հասկանանք ոնց ենք անում։ Անես չի ես Փաշինյան Նիկոլից վախենում եմ, որ պետք է լինի ես էլ Փաշինյան Նիկոլին կքլնգեմ։ Բայց հիմա այստեղ խնդիրը Փաշինյան Նիկոլին քլնգելը չի։ Ինքը մենակ է, այսքանը այսպես ով ինչ ուզում անում է։ Հիմա պետք է ասենք, տեսնենք ռեզուլտատը ոնց է լինում։ Իսկ ինչ եք կարծում, որ դա Փաշինյան Նիկոլն է խոսքի այս ամեն ինչը անում։ Հիմա այս օրինակ տես չեմ կարծում, այս պահին ես տես չեմ հակված։ Ես մտածում եմ, որ Նիկոլ Վովայ Փաշինյանը երկրի վարչապետը տեղյակ չի, թե իր կառույցներում, քննչական կոմիտեներում, վարչական շրջանների ոստիկանության շենքերում նստած մարդիկ, ովքեր ինչ են անում եւ ինչով են զբաղվում։ Ուրեմն ես մեծ սիրով կտեղեկացնեմ պարոն Փաշինյան ձեզ։ Անընդհատ կտեղեկացնեմ ձեզ։ Որ հասկանանք, այս երկիրը ի վերջո մենք սարքելու ենք օրենքի երկիր, թե ոչ։ Թե ով ինչ ուզի, ոնց ուզի պետք է անի։ Այդ հեղափոխությունը արվել է ինչի համար, որպեսզի ապրենք խաղաղ, արդար, բարեկեցիկ երկրում, որտեղ մարդիկ ապրում են օրենքներով, ոչ թե ապօրինի, ով ինչ ուզի, ոնց ուզի անի, ոչ մի բան չի կարողանալու անի, ով արեց պատժվելու է։ Ուրեմն սկսած ես երեկվա եթերից էլ ասացի, չէ, այսուհետ սենց է լինելու։ Եկել կպել եք ինձ, իմ ընտանիքին, ուրեմն ես իմ ընտանիքի համար պայքարելու եմ միջև վերջ, իմ ընտանիքը չի քանդվելու, չի քայքայվելու։ Իմ կինս, իմ երեխաներս ինձ են հասնելու։ Ուզում եմ աշխարհը փլվի։ Ու բոլորիդ համար պայքարելու եմ, սիրելի հայ ժողովուրդ, բոլորիդ համար։ 24 ժամ պայքարելու եմ բոլորիդ համար։ Ում հետ կապված ինչ խնդիր լինի, որ կառույցում ուզում է լինի։ Կապ չունի այդ կառույցը որտեղ է լինելու։ Ձեր տիրույթը որտեղի հետ է կապված, էական չի։ Իմացեք պարոն Փաշինյան, ես դարել եմ ձեր ուրեմն աչքերը, ձեր ականջները, ես լսում եմ, ես տենում եմ։ Ամեն մի իմ ասած բառի տակ էլ ստորագրում եմ եւ պատասխանատու ձևով ձեզ ասում եմ։ Էս ինչ կլյաուզնիկություն է, էս ինչ բանսարկություն է, էս ինչ են անում, ես չեմ հասկանում։ Բայց դրա համար է պարզ է, էլի սա կուզնուկուլ ենք թափի երկրի վարչապետի գլխին, էլի։ Ով ինչ ուզի կետա կասի, էլի։ Մակասի սաղ Նիկոլն էր մեղավոր, սաղ Նիկոլն էր մեղավոր։ Բայց Նիկոլը тут при чем, նստած մարդիկ ինչ ուզում անում են։ Այսքանը սիրելի ժողովուրդ։ Փոքր ինչ ուժ, եթե հարմար լինի, ես էլի ձեզ տեղեկացնելու բաներ ունեմ, ուրեմն կմտնեմ ուղիղ եթեր։ Եթե ոչ, ուրեմն վաղը կմտնեմ ուղիղ եթեր։ Սիրում եմ բոլորիդ, ուժեղ եղեք, ես ձեր սաղից ցավը տանեմ։